ասում եմ, եթե իմ ասածները մեկը կա, կարա ուրիշ ձև բացատի, իրա ցավը տանեմ, ասեմ, դու ճիշտ ես, ինձ կներես, թող մեկ ասի։ Ժողովրդի սրտից եմ խոսում, իրականություն եմ խոսում, բայց էլի ասում եմ, այսօրվան, որ ասել ենք այսօր, Ժորժան, դուք եք մեղավոր։ Ես չեմ գնում իր ընտրության, նույնն է, այդ ցավը տանում, էլի միասաղում ես գնում ընտրես, վախում ես տողուտ գործից կանեն, այլ ասա ես ոչ մեկին էլ չեմ ընտրում, կամ գնալուց ով ասում, ասա քեզ եմ ընտրելու։ Ու ամեն ինչ տեղում կլինի։ Ես հասկանում եմ, ձեզության մեջ մտնում եմ, սա իրավիճակն էլ հասկանում։ Մարդը ասենք թե նայելով պետք է պատկերացնի, պետք է անենք ժողովուրդ, իրար կողքի պետք է անենք այս վիճակից դուրս գանք։ Եթե կցանկանաք նորից ասեցի, որ ասենք թե արձանի մոտ գալու համար, որ մասնակցեք, տեղյակ պահենք, ասենք, ընդեղ կդիմավորենք, կբարձրանանք վերև, խար կդնենք, դա պատմական կառույց է ու հիմնական, որ ես դա ասել եմ, մենք ազգով ենք կառուցում։ Դա պատմություն է, դա հիշողություն է, որը միշտ ձեր երեխեքին, ձեր թոռներին բոլորին փոխանցեք, որ մենք միասին ենք կառուցել, դուք մասնակցեք այդ շինարարությանը։ Հզոր քայլել, մեջներս ուղենք, որ աշխարհը մեզ հայկի եւ կարողանանք ունենալ հզոր դաշնակիցներ, համատեղ հնարավորություն ստեղծել, ոնց որ հիմա Վրաստանում է, Ժորժան այն պայմաններն է ստեղծած, որ սաղ աշխարհով գալիս է գնում անդե, մեր մոտ չեն գալի։ Մենք էլ պետք է նայենք լավ, ինչ է ծրագիր է դրած։ Ներդրողը գալիս է, ծրագիրը ներկայացնում է։ Պետությունը ասում է հարց չկա, ինչքան է պետք։ Քեզ գումարը ես եմ քո հետ դնում, կամ 30%-ն եմ դնում։ Գործը սկսեց անել, վերջացնել, ասում է ուզում ես դուրս գամ, ասում է չէ, ասում է ուզում ես քո փայտուր ես առնեմ։ Այսինքն պետությունը հնարավորություն է տալի, վստահության տվե է տալի, որ մարդիկ կան գումար դնեն, որ հանքը ստեղ է, տարածքը ստեղ է, ասում եմ շեն գտամ, հումքը կա, հումքն էլ անվճար, իրար դնենք, ասում է չէ, գիտես ինչ կա, Վրաստանի պայմաններն ավելի լավ են։ Ամեն չեն կարող այդ պայմանները մեզ մոտ ստեղծել, որ մենք կարողանանք մարդիկ ներդնեն, զարգանա, տնտեսությունը զարգանա, ժողովուրդը գործ ունենա, այսօր հիմնական հարցը է ասում, ասում եմ մյուս տեղը, բայց ոչ հիմա նայեք, եթե այսօր ասենք, թե մենք ունենք 480,000 հեկտար հող, ու բոլորը ուշադրություն են, որ վաղ ասեն 485 է, սարեկանը 480, այդ է ցավտար, հիմա 480,000 ունենք, մշակումը 140-160,000 հեկտար, ինչի համար, որտեղ գյուղ նախարարություն չկա, գյուղացին ու պետք է դիմում, նախարարություն պետք է լինի, գանանը գյուղացուն պետք է գումար տրամադրեն, իր հեկտարի չափով, պետք է սերմ տրամադրեն, սալյարկա սիլիտրա տրամադրեն, մասնավորը սիլիտրեն բերում է 13,000, մեջը 7,000, 5,000 շահույթանում։ Գյուղատնտեսության նախարարություն թող կազմակերպի, առանց շահույթի բերի, դա գյուղապետարաններին, մարզպետարանին, նա էլ բաժան իր գյուղացուն, հացի տեկալ օգտագործի եղբաջան։ Աշնանն էլ բերքը կհավաքես կվաճառես, կբերես այդ փողը կտաս ինձ, համեն նայեք։ Ապրածը նայեք մարդու կյանքում, են հայրենասիրությունը բաժակաճառ չէ ու ինչքան ավելի գեղեցիկ խոսել, հայրենասիրությունը մարդ իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած։ Այսօր ես էլ նորից եմ ասում, ինչը վերցել եմ, զարգացել, ծաղկացել եմ։ Սպորտը վերցել եմ, սպորտը, որ 2-8 տարի մեդալ չեղի անկախության օրոք։ Մի անգամից 4 տարետով 600 օլիմպիական մեդալներ ենք բերել, կազմակերպել եմ, դպրոցներ սարքել, բացել, գույքով, սպորտսմենների թոշակներ նշանակել ես 25 տարյա, արդեն մրցումների մենք թիմային աջակցի տեղն ենք գրավ, թիմային, այն ժամանակ ունեցել ենք 2 սպորտսմեն, մի հատ Բախտամյան, մի հատ Աշոտ Դանիելյան, այսօր արդեն ամենաբարձունքի վրա կանգնած, դա ինչի նշանակում, թոշակներ եմ նշանակել, կազմակերպել եմ, դպրոց եմ բացել, Օլիմպիական կոմիտեն եմ սարքել, դրել եմ ամեն ինչը, տարեկան 200 մեքենայում նվերել։ Օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տեղ, որ ոգևոր եմ, գծի գնացածներին հետ եմ։ Մեր ժամանակ ոչ մեկը դուք չի գնաց։ Սա ինչի նշան է։ Այսօր միայն մի ոլորտ է, սպորտը, ուրիշ մի հատ ոլորտ ցույց տուր, որ դա զարգանում է, աճում է, որ կարող է մրցակիցին աշխարհի որևիցե մի ոլորտի։ Ես մի հարց պետք է գործի ժողովուրդ արդարությունին, չի կարացեք, թե ուժերի հարց չունեք, սա ձեր մոտ դվարի հարց չունեք։
Եվ բայց եւ գործի գլխին լինելու ասում ձայնը տվեք, ինչ որ ասում եմ մի բան էլ ավել անելու են, որ դուք զգաք փոփոխությունը, շարժը, ուշադրությունը, արդեն ամեն ինչ լավ է։ Հիմնական ցանկությունը կա, կապը կա, թիմերը կան, հնարավորությունը կա, այսօր մենք հազարավոր ազդեցիկ հայր ունենք աշխարհում մենք, միակազմ ենք, որ եթե Հայաստանում բնակվում են 2 միլիոն ու կես, աշխարհում բնակվում են 12 միլիոն, ու ցանկացած հայ, որ երկրում, որ պետությունում կա, կայացած զոր, իր կապեր, իր հնարավորությունը պետք է օգտագործեն։ Պետք է իրեն հաշվի առնենք, որ ինքը հայ է, որ ինքը կարա իր երկին օգնի, այս ուղղության վրա, այս իր կապերը, ծանոթությունը, նույնպես եմ ասում, չլուծվող խնդիր չկա։ Որտեղ հայ եղավ անպայման, ամենաբարձր աստիճանի մարդկանց հետ պետք է կապը լինի, ծանոթությունը լինի, մենք դա պետք է օգտագործենք։ Մեր երկրի զարգացման համար, մեր ապագայի համար։ Ասեմ, եթե հարցը իմ համար կապ չունի, որ կուսակցությունից է, ոնց որ գնաց մրցում չեմպիոնին չտանես, որ ուրիշ կուսակցություն է, այլ այսօր ազգի խնդիրն է, ով կարա դանի, ով տիրապետում, ով աշխատել է, որ այդ մարդիկ գիտեն արդյունավետ աշխատումը, դիաժիկ իրա ցավը տանեմ, քաղաքանը դնում ենք մի կողմ, այսօր պետք է այս գիծնա, ուղղությունը, որ լիարժեք զարգացում լինի, որ մարդիկ գոլ լինեն, իմանան իրենց մասին մտածող մարդկանց, այսօրին ենք ժողովուրդ ջան, որ ոչ ճիշտ նշանակումների համար։ Իսկ դավ գիտեք, առաջ կոմունիստների ոնց էր, մարդը ավարտելուց հետո պետք է կոմսոմոլ գնար, պետք է վարչություն գնար, հրանգիչ լիներ, օգնական լիներ, հետո գնար վարչապետի տեղակալ, օգնական, հետո փողնախարար, նոր նախարար։ Հիմա 50 տարի ոչ մի բան չի արել։ Քարը քարին չի դե, 100 ռուբլի չի վաստակել։ Այսօր միանգամից նախարար։ Ձեզ կամ մտնելով դիմում գրի գնա մերոնք եկել, այդ ցավը տանեմ, սաղը սայենք, ազնարությունը դուր, կարամ կատարում, կատա, եթե չեմ կարա հանենք, սա պետք է լիսկմունքը, ծանոտ բարեկամով չի։ Ինչ կա նորից եմ ասեմ, հարցեր ցանկացած ոլորտից ասեք, դրա պատասխան ասեք։